Պատկերացրեք մի վայր, որտեղ մարդկային կյանքը արժեր ընդամենը ամբոխի մեկ ծափահարություն։ Հռոմի սրտում վերխոյացող վիթխարի Կոլիզեյը պարզապես ճարտարապետական հրաշալիք չէր, այլ կայսրության ամենադաժան հոգեբանական սպանդանոցը։ Այստեղ խավար զնդաններից արևիտակ էին դուրս գալիս գլադիատորները, մարդիկ, ովքեր զրկված էին ազատությունից, բայց դարձել էին անպարտելիության կենդանի խորհրդանիշներ։ Նրանք ոտք էին դնում արենայի ավազի վրա իմանալով, որ ամեն մի քայլը կարող է լինել վերջինը, իսկ նրանց ճակատագիրը կախված էր կայսեր ձեռքի մեկ սառը շարժումից։ Պատկերացրեք այն ահարկու լռությունը, որը տիրում էր արենայի տակ գտնվող մութ միջանցքներում, որտեղ պողպատի սառը զնգոցը խառնվում էր վերջին աղոթքների հետ։ Գլադիատորները կռվում էին ոչ թե ատելությունից, այլ ապրելու կույր բնազդից ստիպված լինելով վերացնել իրենց իսկ եղբայրներին հանուն հռոմեացիների դաժան զվարճանքի։ Ծանր սաղավարտների տակ թաքնված էին ոչ թե հրեշներ, այլ խորտակված ճակատագրերով հայրեր ու որդիներ, ովքեր երազում էին միայն մեկ բանի՝ ազատության փայտե թրի մասին։ Սա մի աշխարհ էր, որտեղ փառքը չափվում էր ստվերներով, իսկ արենան հավերժ լռությամբ կլանում էր անունուն հերոսների հիշատակը։ Կոլիզեյը կանգուն է մինչ օրս որպես մարդկային դաժանության և գոյատևման անկոտրում կամքի խուլ վկա։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։